Բուհերի համար ուսանողը ոչ միայն ապագա մասնագետ է, այլև ֆինանսավորման աղբյուր։ Երբեմն ակադեմիական պահանջներն ու ֆինանսական շահերը չեն համընկնում։ Արդյունքում վերահսկողությունն ու ակադեմիական ազնվությունը տեղը զիջում են բիզնես շահին։ Ունեն չի, չէ՞ որ 3 տարի լավ սովորեց, հիմա եկավ դիպլոմային ժամանակ ուզում է արտագրի։ Ըստ երևույթին այդ ուսանողը միջանկյալ քննությունների ժամանակ էլ արտագրում, դասախոսներին համոզելով գնահատականաստանում։ Դա աստված երբևէ մեզանում բարձրագույն կրթությունը լինի անվճար։ Սա հնարավորություն կտա մեծ դասախոսներից ավելի խստապահանջ լինել եւ ավելի խիստ եւ ավելի մեծ պատասխանատվության զգացումով գնահատել ուսանողների աշխատանքները։ Եթե լուր կոնսենսուս կա, համաձայնություն կա, որ մենք այս 4 տարին պետք է յոլա տանենք, դες դիպլոմը տանք գնաք, այդ կոնսենսի պայմաններում, այո, որակի մասին հատուկենտ մարդիկ են բարձրաձայնելու, խոսալու, պահանջելու։ Երևանի պետական համալսարանի ուսումնամեթոդական վարչության պետն ասում է. եղել են ուսանողներ, որոնք փորձել են խաբել եւ բռնվել են, իսկ թե քանիսին է հաջողվել մասնագիտական դիպլոմ ստանալ խարդախությամբ, անհայտ է։